Պարոն Փաշինյան, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրը մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային, որոշումը քիչ առաջ կայացրեցիք կառավարության նիստում։ Բնականաբար դա պայմանավորված է հյուրերի մեծ քանակով, գագաթնաժողովին մասնակցելու են 50 բարձրաստիճան պատվիրակություններ։ Խնդրում եմ նշեք, ինչ կտա գագաթնաժողովը Հայաստանին, ինչ ակնկալիքներ ունենք։ Նա հույս ունեմ, որ ոչ թե հույս ունեմ, համոզված ենք լավ կկազմակերպենք եւ հույս ունեմ, որ մեր հյուրերը լավ տպավորություններով կհեռանան Հայաստանի Հանրապետությունից, ինչպես 2018 թվականի ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովից հետո են լավ տպավորություններով հեռացել եւ իհարկե Հայաստանի միջազգային տեսանելիությունը, Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ իհարկե այդ պատկառելի եւ ներկայացուցչական պատվիրակությունների հետ առնչվելու, նրանց հետ այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու շատ լավ հնարավորություն է եւ նաեւ տարածաշրջանային զարգացումները, որովհետեւ իմիջիայլոց Հայաստանում չնկատվեց, բայց ես կարծում եմ, որ շատ կարեւոր մի բան է տեղի ունեցել։ Հնդկաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են առևտրային մեծ պայմանագիր, որը կարծում եմ ուղիղ առնչություն ունի նաեւ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության հետ, Ադրբեջանի, Վրաստանի, որովհետև կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը եւ նշանակությունը այդ թվում այդ պայմանագրի բերումով ավելի է մեծանալու, ընդ որում ես չեմ առանձնացնում երկրներից որևէ մեկը, ես խոսում եմ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի մասին եւ իհարկե նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ այստեղ ինչքան շուտ մենք համագործակցության կոնկրետ ձևաչափեր գտնենք, այնքան ավելի լավ կլինի տարածաշրջանի, նրա պետությունների եւ ժողովուրդների եւ իհարկե Եվրամիության եւ Հնդկաստանի մեր գործընկերների համար, որովհետեւ այդ գործարքները պետքա իրականություն դառնան, պարզածովային ուղիները բավականին էֆեկտիվ կլինեն եւ կգործեն, դրանք այսօր էլ գործում են, բայց հատկապես հիմա եւ այդ տրամաբանության մեջ թրիփ նախագծի, խաղաղության խաչմերուկ նախագծի եւ Հարավային Կովկասի որպես տարանցման երթուղի նշանակությունը էականորեն մեծանում է եւ ես պարզապես ցանկացա բոլորիդ ուշադրությունը հրավիրել նաեւ այս նրբության վրա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։